Մի հարց էլ կա Տիկին Թովմասյան, ուրեմն Լևոն Միրզոյանը, շատ լավ է քաղաքբանտարկյալների թեմայով խոսում եք, բայց մի հարց ունեմ, ինչու մինչև հիմա չկա ստույգ ցուցակ մարդկանց ցուցակը քաղաքբանտարկյալների, ունեք արդյոք թե ոչ, հարգելի պարոն Միրզոյան, ես ուզում եմ ասել ձեզ հետևյալը, քանի որ ամեն օր թարմացվում է, ասենց ասած, քաղաքբանտարկյալների թիվը ավելանում է, այսօր էլ եւ Մասիսի քաղաքապետի եղբորն են ձերբակալել եւ էջմիածնում է ձերբակալությունները տեղի ունեցել հիմա արդեն եթե չեմ սխալվում 7-8 հոգու մեղադրանք առաջադրվել եւ հիմա դատը ընթանում է այսինքն անընդհատ ավելանում է այնտեղ մարդիկ կան, որոնք որ հանրային դեմքեր են, ճանաչում են այդ մարդկանց, բայց մարդիկ էլ կա օրինակ կուսակցության անդամներ են, չգիտեմ, ավելի հանրային դեմքեր չեն, բայց այդ նկատառումը հաշվի կառնենք եւ առաջիկայում ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այդ ամբողջ ցուցակն էլ կհրապարակենք եւ այդ առումով շատ կարեւոր է, որ որևէ մեկը չմոռացվի։ Մենք էլ շատ ժամանակ թե մեր հանրային խոսքի ժամանակ թե տարբեր ցույցերի պիկետների ժամանակ այնքան շատ են այդ անունները, որ մոռանում ես մեկին չհիշելու, այնտեղ շատ ժամանակ չենք հիշում կաթողիկոսի եղբորը, եղբոր որդուն։ Պարոն իրենք թույլ չեն տալի որովհետեւ որտեւ դու երկու հոգու իբրև թե տնային կալանք են տալիս, չես հասցնում աչքը թարթես 10 հոգու նորից ձերբակալում են, այն մյուսի վրա քրեական գործ, այն մյուսը դատաբաններ, դատական ինչ որ ուրիշ քաշքշոցներ չէ, այնպես որ չէ, բայց ներողություն խնդրել բոլոր նրանց անունները, որ չեն հնչում պարբերաբար ընդհանրապես խնդիրը այն է որ ցուցակը շատ մեծ է մի կարևոր դիտարկում եմ ուզում անեմ շատ են այդ հարցը տալիս ինձ էլ ասում են տնային կալանքը ինչ է տնային կալանքը սիրելի հայրենակիցներ դա նույն ինտենսիվ խափանման միջոցն է ընդհանրապես այդ մարդը տունն է դա էլ է համարվում ինտենսիվ խափանման միջոց այսինքն նույնն է թե բանը ընդհանրապես որ տունն է բայց դա էլ է համարվում կալանք դա էլ է համարվում ազատազրկում եւ շատ դեպքերում նաեւ տնային կալանքում գտնվող մարդիկ ասում են որ այս վիճակն էլ է մեր համար դե գիտեք իրանք մի հատ այս ծայրահեղ բանի մեջ են գցում ծայրահեղ վիճակների մեջ հետո որ ասում են տնային կալանք մտածում են դե ոչինչ լավ դե բան է գոնե տնային կալանքի բայց եկեք մենք չմոռանանք որ մեր գործընկերները շարունակում են փակված մնալ մենք այստեղ իրենց փոխարեն ենք նստած հույսով որ շատ շուտով Նարեկ եւ Վազգենը ազատության մեջ կլինեն հիշեցնենք որ այս իշխանությունները ազնիվ պայքարի մեջ դուք տապալվել եք դուք պարտվել եք Նարեկին եւ Վազգենին եթե դուք չվախենայիք այդ պայքարի մեջ չէ իրականում պայքար է չէ գնում դե խոսքի ազատությունը պայքար է դուք ասենք ձեզ թույլ եք տալիս սանձարձակ ինչ որ բաներ արտահայտություններ կան չէ այդպեսին հենց ազգային ժողովում դրել թե ինչ էր ասում կծեփեմ կտանեմ պատվարներով ձեզ կնվաստացնեմ բոլորիդ կտանեմ չգիտեմ ինչ կանեմ այն մեկը կթքեմ այն մեկը ես հազար ներողություն եմ խնդրում ես անհարմար եմ զգում այդ բառերը այո ես անհարմար եմ զգում այդ բառերը ասելը բայց եթե ինչ որ մեկն էլ ասում է չէ ինչի ոնց բան sense ինչ որ մի բան փորձում է ասել դա դուք պարտվել դուք չես կարողանում դու պարտված ես Նիկոլ Ալեն դուք ձեր թիմով արդեն իսկ որ դուք գնացել եք այդ ծայրահեղ քայլին եւ ձերբակալել եք Նարեկին եւ Վազգենին դուք պարտված եք ձեր տեղում դուք անգամ չեք կարողանում ինչ ասեմ իրենք բան չի էլի այնպես չի որ Վազգենը եւ կուսակցություն ունեն հանրային չգիտեմ ինչ մեծ բան գործիչներ են մարդիկ ունեն թիմ եւ այսպես վարում են եւ լսարան ունեն այո իրենք կարողացել են այդ լսարանը այո իրենց նյարդերի վրա ազդում են եւ ճշմարտությունները այս տաղավարը նաև նրա համար է որ շատ մարդկանց հնարավորություն է տալի ճշմարտության մասին խոսելու եւ այդ ճշմարտությունը իրենց դուր չի գալիս որովհետեւ իրանք այդ ստերով իրանք կեղծիքներով անընդհատ բանա չէ ստի ֆաբրիկա չէ աշխատում 7 տարի անընդհատ ստել են խաբել են ամեն օր մարդկանց խաբել են բարից բունի բոլոր ոլորտները ձախողել են եւ ճշմարտության մասին խոսողները իրենց համար անհարթունելի են նրանք որ անգամ Արցախ անունը չպիտի լինի Արցախը հայության մասին չպիտի խոսեն այո ցեղասպանության մասին չպիտի խոսեն եւ համարում են արդեն թաղել են դրել են վերջացել այդ թեման դրա մասին չպիտի խոսեն բանի գերիների մասին չպիտի խոսեն քաղաքբանտարկյալների մասին չպիտի խոսեն ահռելի թալանի մասին չպիտի խոսեն չպիտի ասեն ձեր թալանածը հետ եք բերելու